Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կարծում է, որ իրենց մարզում այո կասեն սահմանադրական բարեփոխումներին։ Նշենք, որ Հանրապետականի ԱՅՈ-ի շտաբի ղեկավար վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը նախօրեին հանդիպել են մարզպետներին, հրահանգելով տեղերում շտաբներ ձևավորել եւ համակարգել դրանց աշխատանքները։ Շիրակի մարզում Հանրապետականի շտաբը ղեկավարող Ֆելիքս Ցոլակյանից հարցրեցինք, թե արդյոք մտավախություն չունեն, որ ԱՅՈ-ի քարոզարշավը այդ մարզում կտապալվի, հաշվի առնելով, որ Շիրակն ու հատկապես Գյումրին աչքի են ընկնում ընդդիմադիր տրամադրություններով։ 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը պարտվեց Շիրակի մարզում, Գյումրիում գործող նախագահը ստացավ 27%, իսկ Ռաֆի Հովհաննիսյանը 69% ձայն։ Հաշվի առնելով, որ Գյումրին հատկապես Շիրակի մարզը այսպես ավելի ընդդիմադիր հայացքներով է աչքի ընկնում, ինչ ականատես եղանք նաև նախագահական ընտրությունների ընթացքում, դուք հնարավոր համարում եք, որ այդտեղ ոչ ասեն սահմանադրական փոփոխություններին։ Նոր է սկսվում ամենը քարոզարշավը։ Քարոզարշավի ընթացքում կերևա դա հիմա այդքան պարզ չի, որ որևէ շփում, որևէ բան գոյություն չունի այսօր, կամ մեկ թվեր չի դեն։ Այսինքն այս պահին քաղաքացիներ հնարավոր չի ասել, այո կասեն, թե ոչ կասեն Շիրակի մարզում։ Իմ կարծիքով այո կասեն, բայց ամեն դեպքում մարզում այո կասեն։ Իսկ կոնկրետ բաներ, բնակավայր ես չեմ կարող ասել։ Հա, մարզում կարծում եք կապահովի ամեն դեպքում այոն։ Արմավիրի մարզում եւս Հանրապետականի ԱՅՈ-ի շտաբը կղեկավարի մարզպետը Աշոտ Ղահրամանյանը։ Վերջինս Ազատության հետ զրույցում նշեց, թե համոզված է մասնակիցների 50%-ից ավելին այո կասի սահմանադրական փոփոխություններին։ Հիմա գուշակություններ չեմ անում, ընտրությունների ժամը 12-ից հետո կերևա արդյունքը։ Այսինքն տրամադրությունները շոշափելով ձեր մարզի բնակիչների չեք կարող ասել ԱՅՈ-ի կողմից։ Տրամադրությունները շոշափելով ասում եմ, որ ԱՅՈ-ն ավելի շատ է։ Բայց թե ինչ կլինի ելքը չեք կարող։ Ելքը, որ մասնակիցների 50%-ից ավելին ԱՅՈ-ն կասի, ես համոզված եմ դրանում։ ՀԱԿ խմբակցության падգամավոր Ոչի շտաբի անդամ Արամ Մանուկյանը անդրադառնալով մարզպետներին ԱՅՈ-ի շտաբների ղեկավարներ նշանակելու իշխանությունների որոշմանը Ազատության հետ զրույցում նշում է, հանրապետական օրենքը պարզապես չի հարգում, նախ Գագիկ Հարությունյանը որպես սահմանադրական դատարանի նախագահ իրավունք չուներ գովերքել սահմանադրական փոփոխությունները, վարչապետն ու նախարարներն էլ իրենց հերթին իրավունք չունեին լինել քարոզչական շտաբի անդամներ։ Մարզպետները ի պաշտոն է կառավարության ներկայացուցիչներն են այդ մարզում։ Այսինքն տեղերում կառավարության ներկայացուցիչները իրենց լծակներով պետք է ղեկավարեն ԱՅՈ-ի քարոզը։ Հիմա հաջորդ քայլը ձեզ ասեմ, կլինի մարզպետները կընդգրկեն դպրոցի տնօրեններին, թանգարանների տնօրեններին, տաքսի ծառայություններին, սպորտ դպրոցներին, այսինքն իրենք ում վրա ազդեցություն ունեն, գյուղապետերին կկանչեն հիմա, հաջորդ քայլը կլինի գյուղապետերին կասեն ձեր գյուղում կա 100 հոգի բնակող, 150 հոգի այո խնդրում եմ կբերես։ Հակադարձելով ընդդիմության քննադատություններին Շիրակի մարզպետը նշում է, թե վարչական ռեսուրսը չի օգտագործելու։ Դե բացատրել են դրա մասին, արդեն ասել են, որ աշխատանքի չէ դրանք զբաղվել դրանով, մենք աշխատանքի ժամերին դրանով չենք զբաղվել։ Բայց ամեն դեպքում ձեր մարզպետի գործառույթները օգտագործելու եք, չէ, որպեսզի ապահովեք այդ ցանկալի ԱՅՈ-ն։ Դե գործառույթ գիտեք ինչ է, հիմա էսի որ ասենք, տնից դուրս չգնամ։ Արմավիրի մարզպետն էլ նշում է, մարդուն ինչքան ուզում է ստիպիր, եթե նա անցավ վարակույրի ետևը, ապա քվեարկելու է այնպես, ինչպես ուզում է։ Այսօր այն ժամանակները չի, որ մարդուն վախացնել կամ ինչ-որ բան անել։ Բայց ամեն դեպքում դուք հրահանգելու եք ձեր մարզում գործող դպրոցների աշխատակիցներին, առողջապահական հաստատությունների աշխատակիցներին։ Ուրեմն ես հորդորելու եմ, որ բոլորը գնան իրենց կարծիքը թղթին տան, թե ով ինչպես կտա, դա իրենց խղճի հարցն է։ Այսինքն չեք ասելու այո, ասեք անպայման։ Ուրեմն ես ոչ թե հրանք եմ տալիս գնացեք, ես բացատրում եմ, ով կընդունի իմ բացատրությունը, կընդունի, ով չի ընդունի, Աստված մեր հետ։ Չնայած մարզպետների հավաստիացումներին Ոչի շտաբի անդամ ընդդիմադիր падգամավոր Արամ Մանուկյանը պնդում է, խախտելով միջազգային նորմերը եւ օգտագործելով վարչական ռեսուրսը, հանրապետականը խիստ անհավասար պայմաններ է ստեղծում։ Մենք մի առավելություն ունենք։ Իհարկե, այս առումով անհավասար է պայքարը, խիստ անհավասար, բայց մենք ունենք ընդհանրապես մի առավելություն, այն է, որ ժողովրդի մեջ որևէ աջակցություն ԱՅՈ-ին չկա։ Մեր խնդիրն է, եթե մենք կազմակերպենք համատարած ոչի քվեարկելը կամ նրանց ըմբոստացումը կամ նրանց իրավունքը իրացնելը, այդ դեպքում իրենք կունենան 0 ձայն։ Հավելենք, որ Հայաստանի 10 մարզերում հանրապետականի ԱՅՈ-ի շտաբները կսկսեն գործել նոյեմբերի 2-ից։